Ների բնաջնջումը շարունակվում էր։ Կառավարությունը վճռել էր որոշում իրագործել ամեն գնով։ Խարբերդում հայկական որոշ տների հատակներ գաղտնի դռներ ունեին, որոնք տանում էին դեպի նկուղ։ Այդ թաքստոցներում հազարավոր կանայք ու երեխաներ էին պատսպարվել։ Յակոբսոնը գիտեր բոլորի տեղը և գիշերները այցելում էր նրանց տնետուն։ Ինչպես մարդասիրական կազմակերպությունների շատ աշխատակիցներ, մեր հերոսուհիները նույնպես կարող էին թողնել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք, և դա հասկանալի ու ընդունելի կլիներ, հատկապես հարազատների կողմից, որոնք նրանց մասին ոչինչ չգիտեին, կվերադառնան արդյոք։ Ոչ ոք չէր կարող ասել։ Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիայում միսիոներական ու նպաստամատույց կազմակերպությունների գործունեությունը աստիճանաբար դադարեցվում է։ Մեր հերոսուհիներից 4-ը՝ Ալմա Յուհանսոնը, Բուդիլ Բյորնը, Հեդվիգ Բյուլը, Քարեն և Փեն հարկադրված վերադառնում են Եվրոպա, իրենց ընտանիքներ, հրաշքով փրկված, քայքայված առողջությամբ և անորոշ ապագայով։ Հիշողությունների ծանր բեռից բացի Բուդիլը տուն է տանում նաև 2 թանկարժեք բան՝ փոքրիկ Ռաֆայելին և իր ֆոտոօրագիրը, հայկական կոտորածների վավերագրերը։ Սա Ֆրիտյոֆ Նանսենի հրապարակն է Օսլոյում։ Այդ անունը աշխարհում մարդասիրության ու աջակցության խորհրդանիշ է։ Բուդիլը որդեգիր զավակին տալիս է նոր Ֆրիտյոֆ անուն։ Թուրքիայից մեկնելու հրահանգ էր սպասում նաև Մարիա Յակոբսոնը։ 1917 թվականին նրան, որպես Արևմուտքի վերջին մոհիկանի, իր մոտ էր կանչել Միացյալ Նահանգների հյուպատոսը։ Հյուպատոսը հայտնեց, որ գործերը շատ են և խնդրեց, որ ես ստանձնեմ դրանք։ Նա ինձ ամերիկյան քաղաքացիություն ստացած հայերի մի ցուցակ և 200 լիրա ոսկեդրամ հանձնեց։ Տվեց նաև իր թղթերը, նոթատետրի մի մասը և 12-ամյա մի որբ աղջկա, որ պատսպարվել էր իր տանը։ Կառավարությունից վարձեցի հայերից բռնագրավված 11 տուն։ Յուրաքանչյուր տանը տեղավորեցի 40 երեխա։ Կանանցից ընտրեցի 2 լավագույն մայրիկ դայակ։ Մեծ ուրախություն է շրջել այս տներում և տեսնել, թե փոքրիկներն ինչպես են փոխվել։ Բոլորը մաքուր են, մազերը սանրած, սպիտակ հագուստներով։ Նրանք ժպտում են։ Երբեմն նույնիսկ ծիծաղում են, երբ որևէ տղա կամ աղջիկ հանկարծ կանգնում է ու սկսում քրդերի նման երգել ու պարել։ Մինչև Դանիա վերադառնալու վերջին պահը Մարիա Յակոբսոնը հայաբնակ տարբեր շրջաններում որբեր էր հավաքում ու որբատներ բացում։ Երեխաներից շատերը, որոնց հաջողվել էր որևէ կերպ ողջ մնալ, նոր կյանք մտնելու անգամ նորից հայերեն խոսելու խնդիրներ ունեին։ Այսպես Մարիա Յակոբսոնին հաջողվում է հավաքել 3600 որբերի։ 13 հունվարի 1919 թվական։ Մի հեռագիր եկավ, որը հաղորդում էր, թե ամերիկացի միսիոներները Նյու Յորքից ճամփա են ընկնում։ Ինչքան եմ ուրախանալու, երբ ողջուն եմ նրանց, շնորհակալություն եմ հայտնելու Աստծուն և նրանց եմ հանձնելու որբերի այս մեծ ընտանիքը։ Ինչ զարմանալի արարածներ ենք։ Այս վերջին 4 տարիների ընթացքում մեզանից շատերն էին ուզում մեռնել, բայց հիմա բոլորից ուրախություն է հորդում, քանի որ վերստին ապրելու հույս կա։ 1919 թվականին Մարիան վերադառնում է տուն։
Այսպիսով մեր հին հերոսուհիները լքեցին, ինչպես իրենք են գրում, արցունքի ու արյան երկիրը, Թուրքիան, որտեղ նրանց հաջողվել էր մահվանից փրկել հարյուրավոր փախստականների, հազարավոր որբերի ու կանանց։ Պատերազմն ավարտվել էր, բայց հայոց ցեղասպանությունը շարունակվում էր։ Մեր հին հերոսուհիները իրենց որդեգիր ժողովրդի, հայերի պես դառնում են տարագիր։ Պատերազմի սարսափներից ու չարչարանքներից հեռու Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Գերմանիայում ու Էստոնիայում նրանք միևնույն է հանգիստ չեն գտնում։ Նրանք իրենց չեն գտնում։ Հուսալով, որ կգտնեն իրենց որբուքներից կետ մեկին կամ ինչ-որ բանով կօգնեն անապատներում դեգերող գաղթականներին, նրանք որոշում են վերադառնալ։ Ինչպես են նորից ուժ գտնում։ Զարմանալի է և հասկանալի։ Այդ ժամանակ Թուրքիայի տարածքում հայեր քիչ էին մնացել։ Նրանց մի մասը փորձում էր փախչել այլ երկրներ, մյուսները շարունակում էին գոյատևել սովից, հիվանդություններից ու հետապնդումներից, մեռնելու մշտական վտանգի մեջ։ Մարիա Յակոբսոնն իմանում է, որ Թուրքիայում նոր հալածանքներ են սկսվել հայ գաղթականների և հատկապես որբ երեխաների նկատմամբ։ Փակվել էին Մեզրեի ու Խարբերդի հայկական որբանոցները։ Երեխաներին կամ սպանել էին, կամ բռնի տարել թուրքական որբանոցներ։ Սակայն Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը նախաձեռնել էր 110,000 հայ որբերի տարհանումը։ Հունաստան, Արևելյան Հայաստան, Ռուսաստան, Սիրիա, Լիբանան։ Մարիա Յակոբսոնը մեկնում է Լիբանան հայ որբերի հետևից։ Մերձավոր Արևելքի կարիքավորների շրջանում գործող ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը շվեդ կանանց շարժմանն առաջարկում է համագործակցել։ Ալմա Յոհանսոնը կազմակերպության օգնությամբ մեկնում է Հունաստան, Սալոնիկ։ Բուդիլ Բյորնը Կոստանդնուպոլիս էր եկել իր որդեգիր տղայի, փոքրիկ Ֆրիտյոֆի հետ։ Այստեղ մի որբանոց հիմնելուց հետո Բյորնն իմանում է, որ Արևելյան Հայաստան գաղթած բազմաթիվ հայեր խնամքի կարիք ունեն։ Հալեպում կենտրոնացել էր տեղահանված հայերի ամենամեծ խմբերից մեկը։ Փաստորեն դա համակենտրոնացման ճամբար էր, որտեղ հավաքվել էր մահվան դատապարտված շուրջ 100,000 մարդ։ 1921 թվականին Հալեպի հայ փախստականների ճամբար է ուղևորվում Քարեն Եփփեն։ «1922 թվականին հայ գաղթականների հետևից Հալեպ է գալիս նաև Աննա Հետվիգ Բյուլը։ Կարեկցանքն էր մեզ տանում հայերի մոտ, կարեկցանք, որ վերածվեց սիրո։
Սիրիայում Քարեն Եփեի առաջին գործը հյուսիսային Սիրիայի քարտեզներն ուսումնասիրելն էր։ Թուրքիայից Սիրիա անցնող գաղթականների ելքի ճանապարհները հասկանալու համար։ Նա սկսում է կապեր հաստատել տեղի արաբ ազդեցիկ ցեղապետերի, շեյխերի հետ։ Սիրիա գաղթած հայերի համար պետք էր կազմակերպել կեցության, աշխատանքի, բուժօգնության հարցեր։ Պետք էր հավաքել որբերին, խնամել ու դաստիարակել։ Շեյխերի հետ բանակցելու ծանրությունն իր վրա է վերցնում Քարենի որդեգիրը, Միսակը։ Նա հանդիպում է Հալեպի գլխավոր շեյխին եւ սուրճի ափսեի մեջ մի համեստ նվեր դնում՝ ի բարօրություն Հալեպի մզկիթի։ Օսմանական մեկ ոսկու նվիրաբերումը հազարավոր հայերի կյանքի երաշխիք է դառնում։ Միայն Հալեպում բռնի ուժով իսլամական ընտանիքներ տարված 2000 հայ կին ու երեխա կար։ 1921 թվականին Ազգերի լիգան որոշում է Մերձավոր Արևելքի հայ որբահավաքման եւ գաղթականության տեղավորման գործի լիազոր կոմիսար նշանակել Քարեն Եփեին։ Եփեի որդին Միսակը գրում է. Ազգերի լիգայից մի ծրագիր եկավ, հավաքել արաբների մոտ մնացած հայ որբերին։ Գործը ծանր էր, ինքը ֆիզիկապես տկար, ասաց չեմ կարող անել։ Ես առաջարկեցի. մայր, դու վերցրու գործը, ինչքան էլ դժվար լինի, կանենք, ես կօգնեմ քեզ։ Մենք ճամփա ելանք Հաշեմ Փաշայի ինկերակցությամբ։ Ես իմ անձնական ինքնաշարժով էի Ազգերի լիգայի ցուցատախտակը վրան։ Ինձ հետևում էր Փաշան իր ինքնաշարժով։ Հազվագյուտ երևույթ էր ազգերի միջև այս կապը, աշխարհի ժամանակակից մեծ կազմակերպության եւ բեդվինների Փաշայի միջև։ Կորցրած Կիլիկիայի եւ Ուրֆայի փոխարեն Եփրատի մյուս ափին Քարեն Եփեն ամփերատար ու բարեսիրտ հողագործի պես նոր կյանքի ծիլեր է դնում։ Նա հնարավոր ամեն ինչ անում էր արաբ բեդվինների եւ փախստական հայերի միջև լավ հարաբերություններ ստեղծելու համար։ Նրան հաջողվեց Ռաքքայի շրջանում անապատի մեջ հայկական գյուղեր հիմնադրել։ Թել Արմենը, Թել Սամենը, Շարպ Պետրոսը, Թինան եւ այլն։ Քարեն Եփեն Հալեպում ստեղծում են որոնման կենտրոն։ Նրա օգնականները վտանգելով իրենց կյանքը կազմակերպում են բռնի մահմեդականացած կանանց ու երեխաների փախուստը։ Փախչելիս շատերը զոհվում էին։ Փրկվածների համար փաստաթղթեր էին պատրաստում, արձանագրում էին նրանց կենսագրությունը, ապա փորձում գտնել հարազատներին։ 1927 թվականին Ազգերի լիգայի հայ փախստականների հարցով դրամարկղը փակվում է։ Քարեն Եփեն հասցնում է ազատել 1700 հոգի։ 1534-ը միանում են իրենց հարազատներին, մնացածը շարունակում են ապրել Հալեպի փրկության տանը։ Փաստորեն Եփեն մի քանի օգնականի հետ անում էր այն, ինչ Կարմիր խաչի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Լիբանանի անճար գյուղում ապաստանել էին Կիլիկիայից գաղթած հայեր։ Այստեղ է գալիս նաև Բյուլ մայրիկը, նրանց առաջին օգնություն ցույց տալու։ Բեյրութից Հալեպ, Հալեպից Բեյրութ, մի գաղթավայրից մյուսը, մի երկրից մյուսը, մշտապես ճանապարհների, մշտապես հայերի հետ։ Իրավազրկությունը հայ գաղթականների հիմնական կարգավիճակն էր։ Ապաստան գտած երկրներում հայերը չունեին ամենակարևորը՝ սեփականության իրավունք։ Նրանք ամեն պահի կարող էին մեռնել փողոցում։ Ինչ փույթ թե վերապրել էին եղեռնը։ Նրանց եղեռնը շարունակվում էր։
Նրանց ճնշում էր նախկին բարեկեցիկ կյանքի կորուստը եւ հիշողությունն այն մասին, թե այդ ամենն ինչ դաժանությամբ